կա ապագա, եթե կա պատմություն։ Ապրիլի 18-ին ժամը 17-ին Թեքեյան կենտրոնում տեղի կունենա ֆրանսահայ քարտեզագիր Զատիկ Խանզադյանի Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս արժեքավոր աշխատության վերահրատարակության շնորհանդեսը։ Ֆրանսահայ հայտնի աշխարհագրագետի այս մեծածավալ աշխատությունը իր ձևով ու բովանդակային լուծումներով բացառիկ ուսումնասիրություն է, որի դերը աշխարհում հայագիտության զարգացման տեսանկյունից դժվար է կերագնահատել։ Ատլասում ամփոփված ու մեկտեղված աշխարհի ու մեր տարածաշրջանի հանրածանոթ քարտեզները, որոնք ժամանակագրական առումով հնագույն շրջանից հասնում են մինչև 20-րդ դար, հաստատում են մեկ անվիճելի փաստ։ Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից է։ Բոլոր այդ քարտեզներում, այդ թվում աշխարհում ամենահինը համարվող բաբելոնյան Իմագո Մունդիում նշված է Հայաստանը, Արմենիան։ Զատիկյանի քարտեզների վերահրատարակությունը հնարավոր է դարձել հայ գործարար ու բարերար Ռուցոգ Ինվեստ Հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանի մեկենասության շնորհիվ։ Ռուբեն Գրիգորյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ընդգծեց մեծածավալ հավաքածուի կարևորությունն ու արդիականությունը, նշելով, որ վերահրատարակության նպատակն է մեկ անգամ եւս հիշեցնել աշխարհին ու ինքներս մեզ աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի հայերի եւ նրանց հայրենիք Հայաստանի բազմադարյա պատմությունը։ Իսկ պատմությունը չի կարող լինել առանց տարածքների։ Դրա համար էլ քարտեզները կարևոր են։ Մեր դեպքում առանձնապես մեր ժամանակներում եւ իսկապես ինչու է կարևոր վերահրատարակել դեռ 60-70 տարի առաջ ստեղծված բավական գեղեցիկ ու ազդեցիկ մի աշխատանք, այն էլ 3 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն եւ իր օրիգինալով ֆրանսերեն։ Մենք նպատակ ունենք, իհարկե, վերահրատարակելով մենք այս աշխատանքին հրավիրեցինք միանալու շատ հայտնի քարտեզագետներ, Մատենադարանի աշխատակիցներին եւ նպատակն այն էր, որպեսզի հիմա արդեն 60-70 տարի անցած հրատարակությունը մի քիչ ավելի պատակահարմար անենք, այսինքն մենք Զատիկ Խանզադյանի այդ հոյակապ քարտեզագետի մասին կենսագրությունը 3 լեզվով թարգմանեցինք եւ գրեցինք առաջաբան, եւ որովհետեւ ֆրանսերեն էր գրված նախաբանը եւ բովանդակությունը, ստիպված եղանք թարգմանել մյուս լեզուներով, ոնց մասին ես ասեցի, որպեսզի ավելի կարողանանք մոտիկացնել ընթերցողին եւ հասկացնել, թե բանն ինչու՞մն է։ Այսպես թե այնպես ես ուզում եմ ընդգծել իսկապես նպատակը, թե ինչու մենք ուզեցինք այդ քարտեզները վերահրատարակել եւ վերջին հաշվով իսկապես հասարակության ուշադրությունը հղել այս քարտեզներին մեկ անգամ եւս եւ ոչ միայն հայ հասարակության, այլ աշխարհի ժողովուրդների, առանձնապես քաղաքակիրթ ժողովուրդների ուշադրությունը։ Իսկ ինչով է կարևոր այս նախաձեռնությունը, ինչ իմաստ ունի խոսել պատմությունից ու պատմական իրավունքներից, եթե այսօր ամբողջ աշխարհում գերակա է դարձել ուժեղի իրավունքը, ինչ նրանից, որ Հայաստանը եղել է աշխարհի հնագույն քարտեզներում, ինչու է սա արվում, որպեսզի հայերը հպարտանալու առիթ ունենան, թե ուրիշներին ինչ-որ բան ապացուցեն։ Իր բարձրացած հարցերին ազգանպաստ այս գործը հովանավորած բարերարը պատասխանում է. հազարավոր տարիների ընթացքում հայ ազգը ստեղծել է արժեքներ, որոնք ունեն նաև համամարտկային կարևոր նշանակություն։ Ուրեմն պետք է եւս մեկ անգամ հիշեցնել աշխարհին ու ինքներս մեզ, որ հայն ունի հպարտանալու եւ ինչպես ոչ մեկն այս աշխարհում ապրելու իրավունք։ Մենք եղել ենք դեռ հին ժամանակներից աշխարհի շատ քարտեզներում եւ ինչ մի բան է, որ եղել ենք եւ երկար ժամանակ ապրել ենք առանց պետականության։ Եվ հիմա էլ ուզում ենք
մեկ անգամ եւս հիշեցնել մեր մասին, մեր պատմության մասին։ Այն մասին, թե որտեղ ենք ապրել եւ որտեղ ենք ապրում, ինչ ենք ունեցել եւ ինչ ենք կորցրել, սա մեր պատմությունն է, քանզի չի կարող լինել պատմություն առանց տարածքների, չի կարող լինել ինքնություն առանց հողի, ջրի, օդի եւ բնության, որի արդյունքում ժամանակի հետ ձևավորվեց մեր լեզուն, բարքերը, մշակույթը եւ գեները, եւ մենք եւ մեր մշակույթը եւ մեր գեները վերջին հաշվում այլ մենք հին ազգ ենք եւ այդ հանգամանքը մեզ տվել է ժամանակ, երկար ժամանակ, այսինքն հազարավոր սերունդներ, որի արդյունքով հայ կոչեցյալ ունի մարդկային արժեք, տաղանդ, ընդունակություն, երաժշտական, գեղարվեստական, ստեղծագործական եւ այլ մարդկային արժեքներ, որոնք վերջին հաշվով շատ կարևոր են մարդկության զարգացման համար։ Մենք հարուստ ենք, որովհետև հին են մեր գեները եւ անշուշտ կարող ենք ունենալ մեր մեծ ազգային ներդրումը համամարտկային մարդկության կողմից ընդունված արժեքների մեջ։ Ուրեմն մեկ անգամ եւս հիշեցնում ենք ամբողջ աշխարհին մեր մասին։ Հիշեցնում ենք ինքներս մեզ։ Հայ մարդը արժանապատիվ է իր հնությամբ, իր պատմությամբ եւ մշակույթով։ Մենք մեր այս գործով կուզեինք հիշեցնել հային, որ նա ունի հպարտանալու իրավունք, ուրեմն չպիտի ընկճվի, չպիտի հանձնվի եւ ինչպես ոչ մեկը այս աշխարհում ունի ապրելու իրավունք։ Երևի սա է իսկական նպատակը այս քարտեզները վերահրատարակելու եւ հրամցնելու մեր հասարակությանը, հայ հասարակությանը եւ առանձնապես աշխարհին։ Զատիկ Խանզադյանի արժեքավոր աշխատությունը վերահրատարակվել է 300 օրինակով A2 եւ A3 ձևաչափերով, իսկ գրքի բնօրինակը բերվել է հայագիտական հռչակավոր կենտրոններից մեկից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունից։ Այն այժմ Ռուբեն Գրիգորյանի մոտ է։ Մեկենասը մեզ էլ ցուցադրեց թե բնօրինակի, թե վերահրատարակված ատլասի քարտեզներն ու հայկական գեղեցիկ զարդանախշերով պատկերազարդված էջերը։ Իսկապես գեղեցիկ մի աշխատանք է Խանզադյանի կողմից, որը ինձ թվում է դեռ դժվար է գերագնահատել եւ ինչպես պատշաճ ձևով չի գնահատվել երևի։ Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ այս մեր արարողությունը նպատակ ունի միայն մի բան է, մեկ անգամ եւս հայտարարել աշխարհին, որ կա մի ազգ, կա հին մի ազգ, որը տարիներով ապրելով, դարերով ապրելով եկել հասել է մեր օրերը, հավաքելով մեծ մշակութային գանձեր եւ առաջին հետին իր արյան մեջ կորցնել այսպիսի գենետիկան մարդկության համար կլիներ մեծ դժբախտություն։ Վերջին հաշվով կա ապագա, եթե կա պատմություն, եթե չունես սկիզբ, ինչպես կարող ես ունենալ վերջ, այսինքն շարունակություն։ Ռուբեն Գրիգորյանը շեշտում է. գիտական, հոգևոր ու մշակութային այն հարստությունը, որ ժառանգել ենք մեր նախնիներից, հնարավոր չէ վերացնել։ Այդ շարքին պետք է դասել նաև Զատիկ Խանզադյանի քարտեզների ատլասը։
Այս քարտեզները մնացել են մեր իմ լավ բարեկամների մոտ, մխիթարիստների մոտ միաբանություն։ Իրենց մոտ օրիգինալը իմ մոտ է եւ նրանք խնդրեցին վերահրատարակել եւ շատ կարևոր մի բան անել, թվայնացնել այս քարտեզները, որպեսզի կարողանանք մենք իսկապես հրատարակել, իսկապես դրա այդ բառի իսկական բուն իմաստով, այսինքն ցույց տալ, որքան կարելի է ավելի շատ ժողովուրդների մարդկությանը։ Դրա համար մենք պատրաստել ենք մոտ 50-60 էկզեմպլյար, դուք կարող եք տեսնել դա, բավական մեծ աշխատանք է, պետք է բաժանենք մեր հայագիտական կենտրոններին, գրադարաններին, ինստիտուտներին, համալսարաններին այստեղ եւ իհարկե հայագիտական կենտրոններում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում իսկապես, առաջին հերթին Անգլիայում, Արգենտինայում։ Գիտությունը գիտությամբ, բայց աշխարհի հնագույն քարտեզներում պատմական Հայաստանի տեղն ու դերը ներկայացնող ատլասը ունի նաև քաղաքական կարևոր նշանակություն։ Գիրքը վերահրատարակողները օրինակներ են նվիրելու նաև Հայաստանում Ֆրանսիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատներին։ Քաղաքական ենթատեքստը բացատրելու կարիք թերևս չկա։ Մի իրավիճակում, երբ թշնամիները շարունակում են Հայաստանի դեմ զավթողականությունը ոչ միայն ռազմական ուժով ու ինֆորմացիոն պատերազմի դաշտում, ոչ միայն քաղաքական ու դիվանագիտական ճակատում, այլև մշակույթի, պատմության ու քարտեզագրության ոլորտներում, այդ գործի մեջ ներգրավելով Հայաստանում իրենց կոլաբորացիոնիստ ուժերին ու փորձելով յուրացնել պատմական Հայաստանի տարածքները նաև պատմության դասագրքերով ու կեղծված քարտեզներով, Հայաստանի հին քարտեզների վերահրատարակումը, շրջանառումն ու տարածումը ամբողջ աշխարհում առավել քան կարևոր ու արդիական է դառնում։ Ուզում ենք դա ֆրանսիական դեսպանատանը վերատվել, իրանական առանձնապես նրանք շահագրգռված են տեսնելու, մի անգամ էլ հիշելու իրենց հարևան ժողովրդին պատմությունը եւ իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների тоже պետք է գնանք դեսպանատուն եւ կուզենայինք նվիրել եւ ամեն ինչ տեղին պատմել։ Իսկ ապրիլի 18-ին, ինչպես արդեն նշեցինք, Թեքեյան կենտրոնում տեղի կունենա վերահրատարակված գրքի շնորհանդեսը, որին հրավիրված են Հայաստանի բոլոր հայագիտական կենտրոնները, այդ թվում Երևանի Պետական համալսարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը, մանկավարժական, ֆրանսիական, հայ-ռուսական, ամերիկյան համալսարանները։ Միջոցառման ընթացքում կցուցադրվի «Իմ վախերը» խորագրով փաստավավերագրական ֆիլմը։ Կազմակերպիչները շեշտում են, Զատիկ Խանզադյանի Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի վերատպումը հսկայական նշանակություն ունի անցյալի մասին գիտելիքները պահպանելու գործում, Հայաստանի մասին 3 լեզվով, ֆրանսերենով, ռուսերենով ու անգլերենով վերահրատարակված հարուստ տեղեկատվությունը մատչելի ու հասանելի դարձնելով պատմական քարտեզներն ուսումնասիրողների, պատմաբանների, աշխարհագրագետների, քարտեզագիրների, ուսուցիչների եւ անցյալով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու համար։ Խանզադյանի ատլասը իրական ու արժեքավոր փաստաթուղթ է հայկական տարածքներին հավակնող Ալիևների աչքը մտցնելու համար։ Սա ոչ թե պատմական, այլ իրական Հայաստանն է, որի մասին հայերը չեն մոռանում։